Սաղամչիլով իզա դյուրպասոստողուրება, ուպրոց խոլցան մադլովազ գիրքին հողցանարիստոս։ Բարի երեկո, սիրելի ժուրեր, հարգելի արվեստասեր բարեկամներ, շնորհակալություն ներկա գտնվելու համար։ Հայ-վրացական մշակութային հարաբերությունների նոր սկզբունք կարծես կիրառվեց։ Այս սկզբունքը հետագայում նույնպես կլինի շարունակական, որպեսզի սա ավելի շատանա ու ավելանա համատեղ նախաձեռնությամբ։ Հունիսի 5-ի նախաքաղաք էին ժամանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Նազանի պարային համույթը։ Անսամբլի մասնակիցների թիվը 54-ն էր, որոնք 16 պարատեսակներով հանդես եկան բեմում հայկական ժողովրդական, ազգային, լիրիկական, կատակային պարատեսակներով։ Նազանի պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Արտուր Գրիգորյանի նախաձեռնությամբ։ Շատ տպավորված ենք այսօրվա համերգով։ Այսօրվա համերգը եւս մեկ անգամ ամրապնդեց Հայաստանի եւ Վրաստանի մշակութային կապը, կամուրջը։ Մեծ շնորհակալություն ենք ուզում հայտնել Ախալքալակի մունիցիպալիտետին, համայնքապետին։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել մշակույթի տան անձնակազմին, մշակույթի տան տնօրենին, նաեւ անչափ մեծ շնորհակալություն ուզում հայտնել Գյորգի Մետրևելին, այս գեղեցիկ միջոցառումը համատեղ կազմակերպելու համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պարախմբերին, ովքեր այսօր իրենց մասնակցություն ունեցան, եւ ամենամեծ շնորհակալությունը ջերմ հյուրընկալության համար, ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Շնորհակալ ենք եւ հուսով ենք եւս մեկ անգամ կհանդիպենք նույն տեղում, նույն վայրում։ Մուրջի պարային համույթն էլ հանդես եկավ իր ավանդական ու յուրահատուկ համարներով գեղարվեստական ղեկավար Գյորգի Մետրևելիի ղեկավարությամբ։ Սա մշակութային ժառանգության ոլորտում երիտասարդության շրջանում փոխադարձ ճանաչողական հանդիպում էր նաև։ Միաժամանակ բոլոր հակասությունները բեմի վրա պարուսուցների ջանքերի շնորհիվ միանգամից կարծես թե շարունակվում էր հանդես գալը մի համախմբության ներքո։ Დღეს ახალქალაქის მუნიციპალიტეტის კულტურის სახლში შედგა ქართული და სომხური ხალხური ცეკვების კონცერტი. სომხეთიდან ყავდა სტუმრები, კერძო დილიჯანის საზოგადოებრივ ცენტრთან არსებული ქორეოგრაფიული ანსამბლი ნაზანი, სამხატვრო ხელმძღვანელი არტურ გრიგორიანი და ესე საერთო ძალებით ერთობლივი კონცერტი გავმართეთ, სადაც ასევე ჩვენი მუნიციპალიტეტიდან მიიღეს მონაწილეობა ქორეოგრაფიულმა ანსამბლებმა, მურჯმა, ჯავახმა და ვაჩიანმა. სოფელ ვაჩიანიდან. კონცერტმა წარმატებით ჩაიარა და დიდი იმედი მაქვს, რომ ეს ჩვენი ქართველების და სომხების საუკუნოვანი მეგობრობა გაგრძელდება და მომავალშიც არაერთხელ გვესტუმრებიან და ერთობლივად შევძლებთ ახალქალაქში ანალოგიური კონცერტის ჩატარებას. მინდა მადლობა გადაუხადო ახალქალაქის მუნიციპალიტეტის მერიას, მადლობას ვუხდი კულტურის სახლს, დირექციას და ყველა თანამშრომლობას. დიდი მადლობას ვუხდი ყველა მონაწილეებს, მშობლებს და ვიმედოვნებ, რომ ეს ჩვენი ურთიერთობა და მეგობრობა ასე გაგრძელდება. Սա փոխադարձ վստահության եւ փոխադարձ ամուր մի հիմք էր, որի հիման վրա կարող է շարունակելի դարձնել հանդիպումներն ու համատեղ հանդես գալ տարբեր բեմերի վրա։ Համերգին ներկա էին նաեւ ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, քաղաքապետարանի եւ Սակրեբուլոյի աշխատակազմեր, մշակութային գործիչներ եւ այլ հյուրեր։ Նախագիծը շատ կարևոր է մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման համար եւ մեծ դեր է խաղում երկու երկրների միջև արկա համագործակցության խորացման ուղղությամբ։ Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղտեսյանը քաղաքապետարանի անունից Արտուր Գրիգորյանին եւ Գյորգի Մետրևելիին պարգևատրեց սիմվոլիկ նվերներով եւ շնորհակալագրով։ Փոխադարձ Դիլիջանից էլ նվեր ստացավ Ախալքալակի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, նույնպես սիմվոլիկ նվեր։ Միջոցառմանը մասնակցեցին նաեւ Ախալքալակի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ակումբային միության համույթները։